Ողջույն եւս մեկ անգամ Սուրեն ջան, ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, այո սիրելիներս, Սուրենը շատ ճիշտ է ասում, այսօր ես որոշել եմ մեր գործընկերոջ զամբյուղից, այս բազմապիսի պանիրներով լցված զամբյուղից օգտվել եւ իհարկե պատրաստել օրվա բաղադրատոմսը, որը շատ հետաքրքիր է լինելու, շատ պարզ, շատ հասարակ, բայց շատ համեղ եւ հագեցնող։ Իհարկե այստեղ պետք է մի փոքր այսպես դուրս գալ խանութ եւ մի փոքր գնումներ կատարել, բազմապիսի պանիրներ գնել։ Ես այսօր որոշել եմ պիցա պատրաստենք միասին, ահա ունենք շերտավոր խմոր, բայց այն պատրաստենք միայն պանիրի տեսականիով։ Բազմապիսի պանիրներ խառնենք միմյանց եւ ստանանք շատ համեղ պիցա։ Ես առայժմ պատրաստել եմ մոթալ տարբերակը եւ սուլուգունի տարբերակը, բայց մենք այստեղ ունենք մոցարելլա տարբերակը, ունենք բրունի տարբերակը, մի քանի պանիրներ խառնենք իրար, տեսնենք թե ինչ կստացվի, ինչպիսի հետաքրքիր համ կստանա այդ պիցան։ Քանի որ ես կարող եմ ինձ այս շռայլությունը թույլ տալ, որովհետեւ մեր գործընկերը տվել է այդ հնարավորությունը, դուք ընտրեք ձեր նախասիրությամբ մի քանի տարբերակով կամ եթե տանը կա հենց մի քանի տարբերակ պանիր այդպես պատրաստեք, իսկ եթե ոչ դե գնումների ժամանակ արդեն կողմնորոշվեք ինչ գնել։ Ահա, ես պետք է շերտավոր խմորը բացեմ, այս պանիրները պետք է հերթականությամբ քերիչով անցկացնենք եւ իհարկե պատրաստենք այն համեղ եւ հետաքրքիր պիցան։ Ինչ ենք անում առաջին հերթին, բնականաբար հենց առաջին հերթին էլ կսկսենք քերիչով անցկացնել պանիրները։ Մոթալ տեսակը իհարկե իր մեջ համեմունքներ է պարունակում հիմնականում կանաչեղեն, այնպես որ սա էլ շատ հետաքրքիր կլինի, վերջում այսպես կլցնեմ վրան եւ ինձ թվում է շատ եւ յուրօրինակ կստացվի մեր պիցան եւ շատ համեղ։ Հիմա հերթականությամբ գնանք առաջ, ես հիշեցնեմ, որ նաև Էլոլա ապրանքանիշը ուներ պանիր բաստուրմայով, այս տարբերակն էլ կա, եթե հետաքրքրում է ձեզ, անպայման ձեռք բերեք եւ նույն այս պիցայի մեջ կարելի է նաև դա օգտագործել, շատ համեղ էր, մենք փորձարկել ենք արդեն, մենք եւ այնպես պատառիկներ ենք պատրաստել, ճաշակել ենք եւ օգտագործել ենք ծվածեղի մեջ, եթե հիշում եք, անցյալ օրը, նախանցյալ օրը մենք պատրաստեցինք շատ համեղ ծվածեղ, որտեղ օգտագործեցինք բաստուրմայով պանիրը։ Եվ այսպես անցնելով առաջ ես վերցնեմ մի աման եւ սկսենք քերիչով անցկացնել մեր պանիրները։ Այսպես եւ սկսենք մոցարելլա տարբերակից, մոցարելլան շատ համեղ է, շատ իսկապես եւ չգիտեմ, կերակուրների մեջ է յուրահատուկ համ փոխանցում եւ որոշակի թխուկներին, որ մենք այստեղ ընթացքում պատրաստել ենք եւ համոզվել ենք, որ շատ համեղ են եւ շատ արագ հալչում են իմիջայլոց։ Ահա, փորձենք տեսնենք, թե այսօր մեր որոշումը ինչպես կլինի, ինչպիսի պիցա կստանանք, բայց երևի հետաքրքրությունը հենց դրա մեջ կլինի, որ ինքը կլինի միայն պանրով։ Այսպես տոպրակը բացենք եւ անցնենք առաջ։ Առայժմ փորձենք քիչ կտորներով այսպես գնալ առաջ, իհարկե կանցկացնեմ խոշոր անցքերով այն։ Շերտավոր խմորը սիրելիներս ես ձեռք եմ բերել հենց խանութից, գիտեք մշտապես երբ շերտավոր խմորով որևիցե բան եմ պատրաստում, հաստատ խանութից եմ ձեռք բերում, ես մի փոքր ժամանակի խնդիր կա չեմ հասցնում ինքս պատրաստել, սակայն եթե անկեղծ լինեմ, չեմ էլ փորձում պատրաստել, որովհետև խանութում շատ համեղ ու լավ շերտավոր խմորներ կան, այնպես որ որևիցե խնդիր չեմ տեսնում դրա մեջ, որ պարտադիր պայման լինի, որ մենք պատրաստենք։ Կան արժեքներն էլ մատչելի է, ինչու ոչ, կարելի է շատ հանգիստ միջին գնանոց շերտավոր խմոր ձեռք բերել եւ իհարկե ստանալ շատ համեղ, որովհետեւ թխուկ։ Դա հենց քաղցրերին է վերաբերում, թե որոշակի այսպես
պերոգային տարբերակներին, թխուկներին է վերաբերվում, այնպես որ ես հավատացնում եմ, որ չարժե նույնիսկ չարվել։ Սա մի փոքր աշխատատար պրոցես է, այս քերման ընթացքը մի փոքր մեզնից ժամանակ է խլելու, բայց որպես թխուկ շատ արագ է պատրաստվելու, ընդհանրապես պետք է շերտավոր խմորը բացել, տեղադրել թավայի մեջ, պանիրները լցնել ու տեղափոխել ջեռոց 15 րոպեից պատրաստ կլինի թխուկը եւ կվայելեն բոլոր ընտանիքի բոլոր անդամները։ Ահա, այսպես։ Ադրինե, մինչև դու իհարկե անցնում ես թխուկներ պատրաստելու, ես գիտեմ, որ շատ համեղ պիցա ես պատրաստելու, ես կանցնեմ նախաճաշը պատրաստելու։ Շատ ճիշտ կանես, այո։ Կաթնաշոր եւ ունենք թթվասեր։ Ես կարող եմ, ամանունենք, այո։ Ես ամեն ինչի տեղը գիտեմ։ Այո, դա ճիշտ է։ Չեմ խանգարի քեզ։ Դու ինձ չես խանգարի։ Եվ կփորձեմ իհարկե այս համեղությունները հիմա պատրաստել, որովհետեւ կատնաշոր եւ թթվասեր եւ շատ համեղ, սա հոյակապ նախաճաշ է առավոտյան, հատկապես այս եղանակի համար։ Ցանապես բոլոր պարապողների համար ես միշտ ասում եմ, որ սա շատ կարեւոր է, որովհետեւ երբ որ մարզասրահում ակտիվ պարապում ես, պետք է նաեւ մկաններդ սնուցվեն սպիտակուցներով, ինչն էլ առաջարկում է հենց կատնամթերքը։ Այո, շատ ճիշտ է։ Ես ինչու նշեցի այս եղանակի մասին, որովհետև այնուամենայնիվ մենք մի փոքր այսպես ուզում ենք հագուստը թեթևացնել, այսպես չենք հասկանում, տաք հագնվենք, թեթև հագնվենք եւ այս ընթացքում էլի վիրուսները եւ մրսածողությունը շատ տարածված է։ Դրա համար նմանատիպ հարուստ կալորիաներով ուրեմն նախաճաշը պարտադիր է, թթվասեր, կատնաշոր, մեղր, լավ պանիր, անպայման այս մթերքներից օգտվեք, որպեսզի խուսափեք հիվանդություններից, այսպես ասած։ Իմունային համակարգը մի խոսքով ապահովեք, այո։ Բարելավում ենք աշխատանքների շնորհիվ կարևոր։ Եվ այստեղ ես ունեմ սուլուգունի պանիր, սուլուգունին անպայման, որովհետև շատ մեծ նշանակություն ունի այս պարագայում սուլուգունին, որովհետև նա ապահովում է համ հալեցման պրոցեսը, համ այդ կպչունություն է ապահովում բոլոր պանիրները, ես կարծում եմ սուլուգունի հետ խառնվելով շատ կպչուն կդառնան եւ այսպես այդ ծորացող, պանիրի ծորացող էֆեկտը մենք հաստատ կստանանք։ Ես անցնում եմ առաջ, շարունակում եմ, հենց նույն ամանի մեջ մեր մացարելայի վրա ես այսպես քերիչով կանցկացնեմ պանիրը, իհարկե սուլուգունին մի փոքր ավելի շատ կանենք, որպեսզի իսկապես այդ կպչունությունը ապահովենք եւ հետո արդեն բռունին։ Կա հենց այդպիսի պիցայի տարբերակ, հա, իտալական կոչվում է 4 պանիր։ Այո, 4 պանիր։ Այսօր այդ տարբերակն է 4 պանիր, մացարելա, սուլուգունի, բռունի կօգտագործենք եւ մոթալ։ Այնպես որ մենք էլ իտալացիների պես ենք պիցա պատրաստում։ Իտալացիները, հայերը այնքան նմանություններ ունեն, ես կարծում եմ, որ չգիտեմ, կապ ունեցել են երբևէ դարեր առաջ իրար հետ, ոնց է եղել, ինչ է եղել։ Ամեն դեպքում, երբ որ իմիջիալոց շատ հետաքրքիր ու շատ կարևոր փաստ կա արձանագրված հենց դեպի Կոլիզեի գնացող ճանապարհի վրա, այդ մեծ պատին։ Այո, իհարկե։ Այնտեղ բոլորը դա լուսանկարում են եւ տեղադրում համացանց, որ ներկայացված է 4 ժամանակաշրջանները, եթե չեմ սխալվում 5 թե 4, որտեղ ամբողջ աշխարհը այդպես քարտեզի վրա անցել է Հռոմի տիրապետության տակ եւ այդտեղ հենց այդ ավելի վաղ շրջանում Հայաստանը նույնպես հա եղել է հենց Հռոմի տիրապետության տակ որոշ տարածքներով եւ այնտեղ հենց այդ պատի վրա քարտեզի վրա այո գրված է Արմենիա շատ մեծ դե բնականաբար հետո արդեն 4 ժամանակաշրջաններում արդեն այդ ամբողջը կամաց դուրս է եկել արդեն Հռոմի տիրապետությունից այնպես որ երևի թե հենց այդ ժամանակ ինչու մի խելացի մարդ մի բան պատահել պիցա է պատրաստել եւ այսպես կիսվել հիմա դե չենք հասկանում այդ խելացին հայերից է եղել թե հռոմեացիներից է եղել բայց որ միմյանց փոխանցել են այդ պանիրների եւ խմորի տարբերակը փաստը ես մի բան գիտեմ որ աշխարհի ժողովուրդների մեջ հայերի մատը խառն է ես այդ գիտեմ որ աշխարհում բոլոր
տեղ չկա, նշույլ չկա, Որ հայ այնպեսի բան չլինի։ չկա, հա, որ հայի ձեռքը այնտեղ դիպչած չլինի, այդպիսի բան չկա։ Ես դեռ գոնե ինչ որ այնպիսի երբեմն հետաքրքիր բաներ ես բացահայտում, որ պարզվում է հիմքում Հայն է։ այո, հայի Հիմքում հայն է։ ինչ-որ Աշխարհի հիմքում է հայը։ գործողություն է, այո, դա իրականություն է, քանի որ հենց Նոյը իր տապանը այսպես իջեցրել է Արարատ լեռան վրա, այնպես որ այստեղից ամեն բան սկսվել է։ Աստված ի վերուստ, այո, Աստված ի վերուստ որոշել է ինչ է լինելու։ Բայց դա Աստված, որ շատ լավ լինի, աշխարհը այնքան գեղեցիկ է, այնքան լավն է, ես հույս ունեմ, որ մարդիկ կկարողանան վայելել իսկականը, ոչ թե սենց Այո, եւ պահպանել։ Դժությունները, այո, եւ պահպանել ամենակարևորը։ Եվ այսպես անցնելով առաջ ասեմ, որ հիմա ինչ ենք անում։ Հիմա կանցնենք բրունի ուրեմն քերման process-ին եւ այստեղ մոթալն էլ պետք է պարզապես ձեռքով փշրել։ Սա այնպիսի պանիր է, որ քերիչով անցկացնել պետք չի, ինքը այստեղով այսպես կարելի է շատ հանգիստ փշրել։ Եվ իհարկե ես մի փոքր այստեղ կարգի բերեմ, որպիսի խմորը մենք փորձենք բացել։ Խարակուսի տարբերակով է արվել։ Այո, ես կարծում եմ մեր թավայի հենց ձևով մենք կբացենք այն եւ իհարկե հենց այդպես էլ կտեղափոխենք ջեռոց։ Սակայն կարելի է ձեռք բերել նաեւ շերտավոր խմորներ կան քառակուսի փոքրիկ տարբերակ, այսինքն կարելի է նաեւ խաչապուրի տարբերակը այսպես ստանալ այդ փոքրիկ քառակուսիները վրացական խոհանոցին։ Այո, այդ էլ չգիտեմ ինչ է վրացիներինն է թե մենք ենք մի բան հուշել իրենց, այդ էլ չգիտենք, այդ էլ կարելի է պարզել։ Այ այսպես առայժմ այս պանիրն էլ դնենք մի կողմ եւ իհարկե անցնենք հաջորդին։ Այսպես ես դնում եմ այստեղ կարելի է այստեղ մի փոքր կարգի բերել մեր հեռուստադիտողների թույլտվությամբ։ Ադրեն, ինչպես ես հասկացա, առաջ։ Ավելի շատ պանիրները մանրացնելու process-ն է։ Այո, հիմա քերիչով կանցկացնեմ հաջորդ պանիրը, ինձ թվում է հեռուստադիտողը այստեղ ոչ մի առանձնապես ասելիք չկա, այնուհետև արդեն շերտավոր խմորը միասին կբացենք եւ կշարենք մեր պանիրները։ Դե եթե այսպեսին է ընթացքը, ես կարծում եմ այս պահին դադար կարող է լինել մեր եթերում, հետո արդեն վերադառնանք եւ իհարկե կշարունակենք եթերը։ Այո, մնացեք մեզ հետ։ Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ սիրելի հեռուստադիտողներ եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի իմանաք օրվա բաղադրատոմսը։ Իսկ ես այսօր առաջարկում եմ պիցցայի տարբերակ, որը բաղկացած է լինելու միայն պանիրներից։ Պանրի 4 տեսակ եմ այստեղ օգտագործելու, ուրեմն ունենք մոցարելա տարբերակը, ունենք սուլուգունի տարբերակ, բրունի տարբերակ եւ իհարկե, ահա բրունի տարբերակը, էլի հալչող շատ համեղ պանիր եւ իհարկե մոթալ տարբերակը, որը վերջում, երբ այս բոլոր պանիրները կլցնեմ խմորի վրա, վերջում այսպես ձեռքով փշրելով կավելացնեմ նաեւ մոթալ տարբերակը։ Իհարկե մոթալը հալչող չէ, բայց այսպես գեղեցիկ կեղևի, այսպես ասած, կեղև կդառնա կամ, չգիտեմ, ջեռոցում շատ կտաքանա, այսպես շատ հաճելի կլինի իրեն ճաշակելը։ Եվ այս ամենը մենք պատրաստելու ենք շերտավոր խմորով, սիրելիներս, ցանկության դեպքում, եթե չեք հասցնի դուք անձամբ, եթե ձեզ հաճելի է, որ ինքներդ եք շերտավոր խմորը պատրաստում, եթե չեք հասցնի դուք պատրաստեք, ապա գնեք, եթե չեք հասցնի գնել, ապա կարող եք պարզապես տանը պատրաստել ամենահասարակ խմորը, աղ, ջուր, ալյուր միախառնել, որպեսզի ժամանակ չխլի ձեզանից, մի քանի րոպեների ընթացքում խմորը ստանալ եւ իհարկե այդ խմորը պատրաստել ամենապարզ հասարակ տարբերակով, որը էլի շատ համեղ է, երբ այդ հասարակ խմորը շատ բարակ շերտով բացում ես եւ տեղափոխում ես ջեռոց, որոշակի ուրեմն մթերքներով, շատ համեղ է ստացվում, վստահ որ դուք դրա մասին գիտեք։ Ես պարզապես այսօր օգտագործել եմ շերտավոր խմոր, հիմա կարող ենք հենց խմորի բացումով զբաղվել, ես այն տեղափոխել էի սառնարան, որպեսզի մի փոքր սառը մնար, որ մենք կարողանանք շատ հեշտությամբ անված։ Հիմա բերում եմ խմորը, ես այն դրել էի սառցախցիկում, հիմա արդեն պետք է փորձենք այն բացել։
Իհարկե, այստեղ մեզ հաստատ ալյուր է պետք, ալյուրի օգնությանը պետք է, այսպես ասած, դիմենք, առանց դրա չի լինի, ահա, և իհարկե այսպես փորձենք խմորը բացել և գրտնակել, քանի որ պատրաստի խմոր է, դուք գիտեք, շատ այսպես ջանքեր էլ չի պահանջվում նույնիսկ խմորը բացելու համար, ընդամենը պետք է գրտնակել, ստանալ քո ուզած չափը, այնպես որ այստեղ որեթե հարց ու խնդիր էլ չկա խմորի հետ կապված, այնքան ամեն ինչ արդեն հասանելի է, ամեն ինչ այսպես, չգիտեմ, ամենադյուրին տարբերակով մատուցված է, այնպես որ ջանքեր չեն պահանջվում։ Այսպես, հիմա փորձեմ ես խմորը բացել, ավելի բարակ դարձնել այն և ավելի մեծացնել, որպեսզի մեր տապակի մեջ տեղավորվի ամբողջությամբ։ Ես իհարկե քիչ առաջ նշեցի, որ կարելի է նաև այս տարբերակ որպես խաչապուրի օգտագործել, փոքրիկ կտորներով էլ են վաճառվում, ուրեմն շերտավոր խմորներ, կարելի է գնել այդ տարբերակը և խաչապուրի պատրաստել, կարելի է պարզապես այս խմորը բացել, որպես միջուկ պանիրը լցնել և այսպես թխուկի պերոգի տեսք տալ, ինչ-որ ձևով գեղեցկացնել խմորը և իհարկե այդպես այդ տարբերակով մատուցել։ Այնպես որ ճաշակի հարց է, այս պահին որևիցե պարտադրական բան չկա, ես նախընտրում եմ պիցցայի տարբերակը, այնպես որ մնացածը արդեն դուք կորոշեք։ Ես կարծում եմ մոտակա օրերին, հանգստյան օրերին, շաբաթ կիրակի կարելի է պատրաստել որպես նախաճաշ այս համեղ ուրեմն պիցցան և մատուցել։ Այսպես։ Իհարկե, ես դեռ ջեռոցը չեմ տաքացրել, սիրելիներս, որովհետև կարծում եմ դեռ շուտ է, կարելի է մի փոքր ավելի ուշ այն տաքացնել, որովհետև շատ արագ է եփվելու մեր պիցցան, դրա կարիք չկա շատ շուտ միացնել ջեռոցը։ Արդեն անցել ենք խմորի պատրաստմանը, բացմանը, բացմանը, այո, բացում ենք։ Դե մինչև դու այս պրոցեսը իրականացնես, Ադրինե, մենք կունենանք կարճատև դադար, հետո արդեն կվերադառնանք։ Ժամանակն է արդեն, ես հասկացա։ Հետո վերադառնանք ու ծանոթանանք ընթացքին։ Շատ լավ։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս, այո, ինչպես Սուրենը նշեց, այսօր 4 պանրով պիցցա ենք պատրաստում, շատ հեշտ եղանակ, շատ հեշտ տարբերակ, պարզապես պետք է բաղադրիչները ունենալ ձեռքի տակ կամ գնալ գնումներ կատարել, բայց պատրաստման եղանակ շատ հեշտ է, ընդամենը ձեռք բերել շերտավոր խմոր պատրաստի տեսքով, պանիրները քերիչով անցկացնել, այսպես լցնել, շարել իրար վրա և տեղափոխել ջեռոց, ինչ է հենց այս պահին մենք կանենք։ Իհարկե շերտավոր խմորը ես բացեցի և այն ընդամենը պետք է տեղափոխենք մեր ուրեմն տապակի մեջ։ Այսպես ես փորձեմ այս տարբերակով տեղափոխել տապակի մեջ, եզրերը իհարկե, որը ավելորդ է, մենք կարող ենք կամ կտրել, կամ պարզապես թողնել, ես իհարկե կթողնեմ, կծալեմ դեպի ներս, երբ պանիրները լցնեմ, այնպես որ սա էլ ըստ ճաշակի, ոնց կցանկանաք։ Կարող եք շատ հավասար պարզապես եզրերը կտրել և քառակուսի այս տարբերակով ուրեմն եփել պիցցան։ Ահա, ինչ ենք անում հետո։ Ես արդեն մեկ հավկիթ հարել եմ այստեղ և պետք է այն տրորենք մեր խմորի վրա, որպեսզի մեր պանիրները կպնեն խմորին և ավելի այսպես հյութեղ դարձնեն։ Փորձենք տրորել, այստեղ հավկիթի հետ սիրելիներս ցանկության դեպքում կարող եք թթվասեր խառնել կամ կաթ խառնել, ինչպես դուք կցանկանաք, բայց պարտադիր պայման չէ, այնպես որ ոնց ձեզ հարմար է։ Ես օրինակ միայն հավկիթը կտրորեմ և վերջ։ Այսպես, փորձենք ամբողջությամբ տարածել այն, որպեսզի պանիրները ամբողջությամբ կպնեն խմորին։ Այսպես, որ հատվածում իհարկե չեմ տրորել, ես զգուշությամբ այսպես կհետևեմ և երևի թե այս տարբերակը ամենալավն է, լցնել միանգամից խմորի վրա և տարածել։
այստեղ այս հատվածում կարելի է, ես այս հատվածները ինչպես ասացի ծալելու եմ, պետք է էլի տրորել հավքի թով, այսպես, ահա, կարծում եմ պատրաստ է ամբողջությամբ և իհարկե այս պահին կարելի է նաև պատարագաղով ծակծկել խմորը, որպիսի այն օդ խաղա և խմորը ամբողջությամբ ներքևի հատվածում էլ եփվի։ Այսինքն խմորը ավելի թեթև դարձնենք։ Բոլոր հատվածները պետք է այսպես ծակծկել։ Պատրաստ է։ Հիմա ինչ ենք անում, հիմա մենք մեր պանիրները, այսինքն պետք է լցնենք մեր խմորի վրա, ես իհարկե այստեղ խոհանոց է, նորմալ է, սովորական վիճակ է, խոհանոցի համար սիրելիներս, չմտածեք, որ այս իրավիճակում եմ ես աշխատում, ինչ-որ բան այն չէ, ամեն ինչ նորմալ է, այսպես շարունակենք մեր գործը, ես այստեղ ավելացնում եմ միայն սիրելիներս կապերսի հատիկներ ունեմ, ինձ թվում է հետաքրքիր կլինի, իհարկե սա ուղղակի ես այս պահին հասկացա, սառնարանում ունեի կապերսի հատիկներ և մտածեցի, որ շատ հարմար կլինի մեր պանիրների հետ և իհարկե այստեղ միայն որպես հավելում համեմի սերմ եմ ավելացնելու չորացրած, այստեղ ունեինք մոցարելա, սուլուգունի, բռունի տարբերակները և իհարկե մոթալ ենք ավելացնելու, մեզ պետք է այս քերիչով անցկացված պանիրները լավ խառնել, որպեսզի բոլորը միախառնվեն իրար և լցնենք մեր խմորի վրա։ Ես համոզված եմ, շատ համեղ է լինելու։ Այո, ես էլ։ Եվ ասենք, որ ես ինքը շատ եմ սիրում պիցցա և պանիր։ Այ բոլորս։ Եվ ասենք, որ կան մարդիկ, որ ընդհանրապես չեն սիրում պանիր, գիտես հա։ Պանիր, այո, ինչու ոչ, գիտեմ և ինքս էլ իմ շրջապատում կան մարդիկ, եղել են և կան մարդիկ, ովքեր խույս են տալիս, պարզապես սարսափում են պանիր, եթե սեղանի պանիր ես դնում, նրանք չեն նստում սեղանի շուրջ, բայց Դե հիմա։ Ես ասեմ, որ այս բոլոր պանիրները Hello-ը ապրանքանիշն է ներկայացնում, որը ներկայացվում է կաթնամթերքի լայն տեսականիով է ներկայանում և իհարկե այս ամենը արդեն հասանելի է Հայաստանի սահմաններից դուրս։ Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները ունեն հնարավորություն հայկական խանութներից ձեռք բերելու և իհարկե վայելելու այս ամբողջ տեսականին։ Hello-ն սյունած լեռների համն է փոխանցում բոլորից, շատ կարևոր է։ Օրվա ընթացքում էլ պետք է նաև ճիշտ սնվել, իսկ ճիշտ սնունդը նաև պահածոյացված տարբերակով մեզ առաջարկում է Իջևանի գինու գործարանը, որտեղ ներկայացված են պահածոներ շատ մեծ ընտրանի, ես հատկապես մեծ թուլություն ունեմ թթուների հետ կապված, դե նաև դուք տեսնում եք կոմպոտների լայն տեսականին, որոնք նույնպես հասանելի են և շատ համեղ են, տալիս են տնական պատրաստած կոմպոտների համն ու բույրը։ Սա շատ կարևոր է, այնպես որ Իջևանի գինու գործարանը հասանելի է յուրաքանչյուրին։ Այո, այս ընդհանրապես բոլոր ներկայացրած մթերքները հասանելի են բոլորին, խանութներում առատորեն կա, այնպես որ կարող եք գնալ ձեռք բերել սիրելիներս և դուք էլ փորձեք ու հասկանաք, եթե մենք ասում ենք, որ շատ համեղ է, իսկապես մենք անկեղծ ենք ձեզ հետ, դուք էլ կհասկանաք, որ դա այդպես է, այնպես որ կարող եք փորձել։ Ահա, մենք նաև ավելացնենք այս կտորները թողնեմ այստեղ, փշրանքները հիմա կլցնեմ մեր այս տեսականու վրա, պանրի այս հսկա հայկական ռոկֆոր պանիր, կանաչիներով, ես հիշում եմ, որ կար հորած պանիր տարբերակը ժամանակին շատ էր, հիմա էլ կան խանութներում վաճառում են։ Եվ շատ պոպուլյար է, ասեմ քեզ, այո, բոլորը շատ ձգտում են հիմա օգտվել հորած պանրից, այնպես որ սա համարյա դրա տարբերակ, հորած պանրի ավելի այսպես ցիվիլ չգիտեմ դու բավականին հարուստ բույրով, ես կասեմ։ Այո, դե հիմա, հնեցված պանիր է։ Եվ կապերսի հատիկները հիմա դեր կգտնեն։ Այն հորած պանիր, որ ասում են, այսինքն կճուճների մեջ հնեցնում են հողի մեջ, դա իհարկե նորմալ է։ Ես քանի որ Սյունեցու թոռ եմ, շատ եմ փորձել կերել փոքր ժամանակ նաև հենց Սյունիքից բերված, այդ ավանդական հորած պանիրը եւ շատ համեղ էր։ Եվ ասեմ արտասահմանցիների համար սա շատ պատվելի պանիր է, նրանք
երբ գալիս են Հայաստան, իրենց համար շատ այսպես հետաքրքիր է, երբ ուտում են այս պանիրը, որովհետև Էկզոտիկա։ Այո, ինչու՞ ոչ։ Դե ամեն ինչ պատրաստ է, հիմա արդեն ճանապարհենք, Ես փակում ենք հիմա կողքերը։ ծածկում եմ անկյունները, այսպես ենք անում եւ իհարկե ինչպես նշել էի, այստեղ ես համեմի սերմ եմ ավելացնելու, մի փոքր էլ իհարկե ուզում եմ իմ կողմից որպես հավելում սև Իմ պղպեղ կողմից էլ մի փոքր սև մի փոքր սև պղպեղ կանենք, որպեսզի հետաքրքիր դառնա ուտեստը եւ իհարկե համեմի սերմը, որը շատ էլի հետաքրքիր ու հարուստ կդարձնի, կարող եք այստեղ նաեւ իմիջայլոց նշեմ, ուրցը շատ կհամեղացնի, յուրահատուկ կդարձնի։ Ես կարծում եմ, որ այս պաների մեջ կա ուրց, որտեղ հոտը գալիս է։ Հոտը գալիս է։ Դրա համար էլ ես ավելացրեցի ընդհանրապես համեմի սերմ։ Ահա պատրաստ ենք, կգնանք դեպի ջեռոց, այն կեփենք 180 աստիճանի տակ, երևի 15 րոպե մեզ լիովին բավարար է։ Դե հենց այդ 15 րոպեներ մենք օգտագործենք, որ արդեն տաղավարում շարունակենք զրույցը մեր հյուրերի հետ խոսելու ենք ՏՏ ոլորտից, այսինքն IT ոլորտն է մեզ հյուրընկալվում եւ բավականին հետաքրքիր ինֆորմացիա ունենք կիսվելու մեր հեռուստադիտողի հետ, այնպես որ մնացեք մեզ հետ, այս բան կարճ դադար։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, պատրաստ է մեր պիցցան, ինձ մնում է միայն ջեռոցից հանել այն։ Հրաշք, ահա տեսեք, թե ինչպիսի տեսք ունի այն։ Սիրելիներս, ես կարծում եմ այս համեղ պիցցայի հետ, 4 պանրով պատրաստած պիցցայի հետ, ես կարծում եմ շատ համադրելի կլինի տոմատի հյութը, շատ համեղ, Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքը եւ իհարկե առաջարկը շատ համեղ է, խորհուրդ եմ տալիս գնել այս պիցցան պատրաստել եւ վայելել։ Սիրելիներս, ձեզ լավ նայեք, լավ հագնվեք, լավ սնվեք եւ փորձեք այնպես անել, որպեսզի ձեր տրամադրությունը տեղը լինի։ Ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք, լավ մնացեք։